Բարև ձեզ, ինչպես ասում են Լյուբը я вернулся, եւ ես ուզում եմ անդրադառնալ վերջին դեպքերին, իմ մոտ լիքը պատմական դեժավյուներ ա, եկեք կիսեմ ձեր հետ։ Դե մենք գիտենք, որ կա բլոգեր, որը վիճաբանում ա արդեն ձմերուկ վաճառող երիտասարդի հետ, ոչ միայն վիճաբանում, վիճաբանելը ուրիշ բան ա։ Սպառնում ա նրան պետական ողջ պատժիչ մեքենայով, ինչպես պարզվեց, որ պետական պատժիչ մեքենան միշտ գտնվում ա հեղափոխության արի պրոպագանդիստների ձեռքին, եւ դա բնական, շատ բնական պատմական գործընթաց ա, հանկարծ չկարծեք, որ դա այդպես ա միայն մեր մոտ։ Մենք բոլորս հիմա գտնվում ենք փիլիսոփայական ինքնասպանության դարաշրջանում։ Որն է այդ փիլիսոփայական ինքնասպանությունը, սիրելիներս, մենք գերադասում ենք չմտածել, որ չխենթանանք։ Այս ամեն կատարվող աբսուրդից, անօրինությունից, անարդարությունից մենք մտածում ենք, որ ոնց անենք չխենթանանք, չենք մտածում, դա փիլիսոփայական ինքնասպանությունն է, չենք մտածում բարոյական արժեքների, ազգային արժեքների, մեր կյանքի ապագա ընթացքի մասին, եւ հեռու չէ այն պահը, որ մենք կունենանք նաև բարոյական ինքնասպանություն եւ բարոյական այսպես արժեքների բացարձակ խավարում, որտեղ քննադատական մտածողության ավարտից հետո գալիս է այդ տարբերակը։ Իսկ դա ում է պետք։ Օկուպացիայի ժամանակ բոլոր օկուպանտներին անհրաժեշտ է ունենալ վախի գերագույն դոզայի տակ ապրող ժողովուրդ, երբ որ դուք իմանաք, որ պատժվում եք տառացիորեն ամեն ինչի համար։ Այսինքն պատժելիության սահմանը քանի գնում նվազում է։ Օրինակ առաջ եթե դու նախկին էիր, դու չգիտեմ ինչ էիր անում, այնտեղ վատ էիր արտահայտվում, ցույց էիր անում, դա պատժելիության մի սահման էր, հետո այդ պատժելիության սահմանը քանի գնում իջնում է, հետո պատժելիության սահմանը հասնում է նրան, որ իրավունք չունես դեմ խոսելու։ Մի անգամից ենթարկվում ես տարբեր տիպի պատժամիջոցների։ Դա միշտ այդպես է, երբ որ բարոյական նորմերը չեն աշխատում, ել չեմ խոսում սովորական ինստիտուտների մասին, ապա մարդկային պատժելիությունը անգամ կարող է լինել գայլի եւ գառանառակի ձևով, որ դու մեղավոր ես հենց նրա համար, որ ես սոված եմ, ես ուզում եմ ու հաց ուտել, դրա համար ես քեզ հիմա պետքա ուտեմ։ Բայց իմ պատմական դեժավյուն ասեն, Սրիկա եւ մարդասպան Ռոբեսպիերը, ուրիշ անուն չկա դրան, երբ որ արդեն լուծել էր բոլոր նախկինների, արիստոկրատիայի եւ դրանց ընտանիքների, այնուհետև հոգեվորականների, այնուհետև միջին բուրժուաների խնդիրը, եկել հասել էր միջին ռամիկ գյուղացուն, որը այլանդակը բնավ գոհ չէր կատարվող իրավիճակից։ Եվ դրա համար Ռոբեսպիերի բաները են, ոնց ասեմ, կեղտոտ բորենիները շրջում էին գյուղերով եւ խոսացնում էին գյուղացիներին եւ ասում են կարող է դու դժգոհ ես, դե գյուղացիներ բնականաբար ասում էր, բա ինչ է որ դժգոհ չեն, ոչ մի բանով չեն օգնում, բերքը չի լինում, գալիս են ամեն ինչը տակետակ հավաքում են, դա բորենիների բնորոշ հատկանիշն է։ Այդ գյուղացուն տանում էին, բռնում էին գիլյոտինը նրա համար շատ մեծ պատիվ էր, կախում էին ուղղակի կախում էին։ Սրիկա եւ մարդասպան Լենինը, ուրիշ անուն չեմ կարող նրան տալ, երբ որ արդեն լուծեց ցարական ընտանիքի հարցը, ընդ որում շատ դաժանորեն եւ կեղտոտ արիստոկրատների, մեր նման այլանդակ մտավորականների հարցը, որ Ռոբեսպիերն էր լուծում, եւ անցավ գյուղացուն, կուլակաթափ արեց, եւ այն գյուղացին, որը կովի համար, ասենք կովը բակից տանում էին, դժգոհում էին, ասում էր, աղ դու դժգոհում ես, սովետական ամենաարդար, ամենաժողովրդավար, ամենաժողովրդասեր իշխանության դեմ չեկա տանել, գնդակահարել, գիտեք, չէ, տհաճ մանրամասն եմ ասում, բայց գիտեք ինչու էին չեկիստների բաճկոնները կաշվից, որ լվացվեն մարդկային արյան եւ ուղեղի մնացորդներից, որտեղ այնքան էին գնդակահարում օրվա մեջ, որ բաճկոնները առավոտից իրիկուն ծածկված էին արյան եւ դուրս պրծած ուղեղների մնացորդներով։ Այդպես գեղեցիկ սովետական իշխանությունը
պատժում էր բոլոր նրանց, ովքեր դեմ էին հեղափոխությանը։ Ժամանակները փոխվում են, պատժամիջոցները մի փոքր կարծես թե մեղմանում են, երևի դրա համար պետք է շնորհակալ լինենք, բայց սկզբունքը մնում է այդ պատժելիության սահմանը հասցնել 0-ի։ Այսինքն որ մարդը ոչ միայն չհասկանա իրեն ինչի համար են պատժում, այլ պատրաստ լինի, որ այլակարծության եւ այլախոհության ամեն, նույնիսկ նվազագույն արտահայտության, նվազագույն պահանջի դեպքում նրա հարցը կարող են լուծել։ Եվ արդյունքում բլոգերի խայտառակ պահվածքից հետո բերման են ենթարկում այ մարդուն, ով այս երկրի համար անում է իր վաստակը, իսկապես հողը ջրում է իր քրտինքով, մինչդեռ այս տիպի իշխանական բլոգերները եւ ֆեյքերը, որոնց մասին կխոսեմ շուտով, ամբողջ դաշտը ողողվում են զզվելի զազրախոսության, բամբասանքներով, զրպարտության, եւ մենք այդ գարշահոտ ճահիճի մեջ ապրում ենք։ Ասածս ինչ է։ Հեղափոխական ավտորիտար ռեժիմների սիստեմը նույնն է։ Ուղղակի ֆրանսիացիները շատ քիչ դիմացան, սովետական միությունը ավելի երկար դիմացավ, որովհետև ինչպես հետագայում վերլուծել են, մի շարք փիլիսոփաներ, եւ նույն Ստիվեն Կոտկինը, նա ասել է հետեւյալը. ռուս ժողովուրդը սիրում է տառապել իրենից ցածր եւ իրենից ավելի բարոյական, ավելի նսեմ նշաձողի տակ գտնվող մարդու ոտքի տակ մի պարզ պատճառով, այդ ձևով նա դաստիարակում է իր ներքին խոնարհությունը։ Շատ հետաքրքիր դիտարկում է արել Կոտկինը, բայց ինձ մի բան է հուզում, ինչու հայերը խոնար են բոլոր այն դեպքերի պարագայում, որ իրենց վնասում է, եւ ընդհակառակը ընդվզում են բոլոր այն դեպքերում, երբ որ կարող են փոքրիշոտ անձնական եւ ազգային օգուտ ստանալ։ Այդքանը։